Այս տարի դիարն ընտարաճը եւ ամեն տարի կդոնվի Փետրվար 14-ին, այսին լրիվ Քրիստոսի ծննդյան տոնակատարությանը, որ դեղի կունենա հունվար 6-ին 40 օր հետո։ Ժողովրդին խոսքով, լեզվով դիարն ընտարաճը կգոչվի դերնդես։ Հիմա ոմանք պիտի ասեն, բայց դեր հայր, դերնդեսը Փետրվար 13-ին դեղի կունենա։ Հիմա իրենք միշտ սխալ են հասկանում, որ եկեղեցվո ժամանակով օրը կսկսի մայրամուտով, երբ որ արևը մայրը մտնե, արդեն հաջորդ օրն է, ուրեմն Փետրվար 13-ին, երբ որ արևը մայրը մտնե, արդեն կդառնա Փետրվար 14-ը, դիարն տարածը դերնդեսը կդոնվի Փետրվար 14-ին, բայց ինչ է այդ դոնին գադարման իրողությունը, ինչ է որ կդոնենք։ Հիսուս ծնած է որպես հրյա, ծնած է օրենքին համաձայն, ծնած է օրենքին ենթակա, 8 օրականին թլպատվեցավ, որպես նշան, թե ինքը օրենքին ենթակա էր։ Եվ ըստ այդ օրենքին գա մի պատվիրանմա հին գդակարանի մեջ, որ գսե թե ամեն արու զավակ, որ կփանա իր մորը արքանտը, պետք է 40 օր իր ծնունդից հետո պետք է ընձայվի եւ օրտնվի եւ պետք է նվիրվի Աստուծո ծառայության։ Եվ պայման չէր, որ ասիկա տաճարին մեջ դեղի ունենար, բայց Հիսուսի բարակային տաճարին մեջ դեղի ունեցավ։ 40 օր իր ծնունդից հետո Հովսեփը եւ Մարիամը Քրիստոսը դարին տաճարին այդ արարողությունը կատարելու, որբեսի կատարած լինին հին գդակարանին պատվիրանը։ Եվ ըստ հին գդակարանին բարդավոր էին մի կարմը զոհելու եւ մի թրջունը զոհելու, թրջունը կզոհվեր իրենց մեղքերի համար, բայց պայման կար այդ օրենքին մեջ, այն էր, որ եթե աղքատ էին եւ չէին գնար կարմը զոհելու, կրնային 2 թրջուն զոհելու, եւ Հիսուսի ընտանիքը աղքատ էին, ասիկա մեզի համար պետք է ցույց տա Աստուծո փուն խոնարհությունը, ինքը չծնավ հարուստ ընտանիքի մեջ, ունևոր ընտանիքի մեջ, արքայական ընտանիքի մեջ, այլ ծնավ աղքատ ընտանիքի մեջ։ Եվ ուրեմն իրենք տաճարը քնացին։ Բայց նաև մի բան մը պատահեցավ, երբ որ դարին տաճարը այդ օրհնության համար։ Գար Սիմեոն Ձերունին, որ հավատացյալ հրյաման էր, որ Սուրբ Հոգին իրեն խոսած էր, որ Սուրբ Հոգով ներշնչված էր, եւ Սուրբ Հոգին իրեն խոստացած է, որ ինքը պիտի տեսներ Աստուծո օծյալը։ Այն ադեն հրյության մեջը իրենք հռոմեական գայսրության ենթակա էին, կամ հռոմեական ենթակա թագավորների իշխանության ենթակա էին, Հիսուսի ծնած ադենը Հերովդես թագավորը կար, որ Հռոմի խաղալիք էր եւ Իրանից հետո արդեն Հռոմը լրիվ իշխանությունը արավ Պաղեստինին եւ ուրեմն հրյաները կակնկալեին, որ Աստված մեկը պիտի խրգեր, որ իրենց առաջնորդ էր։ Անշուշտ իրենց մեջ շատերը կսպասեին այսպես մի զինվորական, զորական մը, որ պիտի զենքով ազատեր Աստուծո ժողովուրդը։ Բայց իրականի մեջ Աստված խրգեց մեկը խոնար, աղքատ ընտանիքին մեջը, որ հոգեպես, հոգևոր օրեն մեզ պիտի առաջնորդեր։ Ամենն կարևորը այն է, որ մենք հոգիով ազատ լինենք։ Այսինքն, եթե մենք մարմնավոր ազատություն ունենք, բայց հոգևոր ազատություն չունենք, այդ մարմնավոր ազատությունը բան մը չի արժեր։ Բայց ուրեմն Սիմեոնը քնած տաճարը
գսե Աստվածաշունչը Սուրբ Հոգով ներշնչած այդ օրը տաճարը կնաց եւ դեսավ այս մանուկ Հիսուսը Աստվածածնա եւ Սուրբ Հովանեսին Սուրբ Հովսեփին հետը եւ այնտեղ ինքը ներշնչումով տեսավ թե ահա լույսը որ պիտի լուսավորե հետանոսները այդպես կսե ավետարանին մեջը Ղուկասու ավետարանին մեջը եւ փարապանեց զաստված որովհետեւ ինքը տեսավ քալիք օձյալ փարը հունարենի մեջ Քրիստոսը սել է այսինքն ինքը տեսավ Քրիստոսը Աստուծո Մեսիան եւ այնտեղ ասավ որ ինքը պիտի ըլլա Աստուծո լույսը ժողովրդին եւ նաեւ Աստվածածինին մարգարեություն մտավ ասավ եւ քո սրտի մեջ խոցմը պիտի լինի այսինքն մատնանշեց այդ ասելով Աստվածածնա ցավը որ պիտի սկա մանավանդ Հիսուսի չարչարանքների խաչելության եւ մահվան ուրեմն մեզի համար դիարդն տարածը դերն դեսը մաս է Աստվածահայտնության դոնին մենք ոչ միայն գտոնենք Քրիստոսի ծնունդը հունվար 6-ին այլ գտոնենք նաեւ նրա մկրտությունը գտոնենք նրա անվանակոչությունը գտոնենք նրա հայտնությունը դաջարին մեջը դիարդն տարածով նաեւ մեր մեջը ուրիշ սովորություն կա որ դիարդն տարածին հետ կապնված է այն խարույկ վարել այսինքն այդ խարույկը ինչ իմաստ ունի ինչու համար խարույկ կվարենք արդեն իսկ կտեսնենք Սիմեոն Երևանցին մարգարեության մեջը որ պիտի ըլլա լույսը որ լուսավորե հետանոսները Քրիստոս այդ լույսն է այդ խարույկը կվարենք որպես նշան այդ լույսին բայց նաև ուրիշ իմաստ մնալ կա ընդհանրապես այս տոնը դեղի կունենա ծեմերվան մեջտեղը մանավանդ այս տարին ծեմերը շատ ծանր եղավ այսինքն մշուշ կար ամեն օր ցուրտ էր ցույն գրեթե ամեն օր քալիս էր եւ սկսանք ցանցրանալ հիներն այդպես են մեր հին հայերը հետանոս հայերը եւ իրենք խարույկ գվարեին որպեսի հիշեցնեն աստվածներին որ շուտով թող տակ օդը կա ինչպես վարտավարին ադենը ճուր գսրսկեին որպեսի մարդիկը ավելի զովանան ուրեմն դիարդն տարածը այսպես միջ ծմերային տոնակատարություն մնա որ շատ մը ժողովուրդների մեջ տեղի կունենար ոչ միայն հայերի մեջը այլ շատ մը ժողովուրդների մեջը տեղի կունենա այս տեսակ տոնը բայց մենք քրիստոնեացուցինք այդ տոնակատարությունը այլևս հետանոսական իմաստ չունի այլ մեզի համար հիշեցում է որ Քրիստոսն է լույսը աշխարհին եւ կտակածնե մեր հոգու բաղությունը մեր հոգու ծրդությունը եւ մեզ կտակածնե իր ներկայությամբ դիարդնտարաճը շատ կարևոր դոն մնե որով մենք մեզ գրնանք ցոնել Աստուծո մենք մեզ գրնանք զոհել Աստուծո հոգ թե ինչ ենք ասին մեծահարուստը կրնա մեծ կումարներ տալ աղկատը իր աղոտ կգրնադալ երկուքնալ նույն արժեք ունին Աստուծո արչև ավելի արժեքավոր է անչուշտ անգեղծ աղոտքը ուրեմն մենք աղոտ ենք դիարդն տարածին ադեն աղոթենք որ Սուրբ Հոգին մեր մեջը լեցվի ինչպես Սիմեոն Երևանցին եւ մենք տեսնենք Աստուծո ներկայությունը մեր մեջը եւ մենք մեզ ընձայենք խնդրելով որ Աստուծո Սուրբ Հոգին մեր մեջը մտնե եւ մենք տականանք իր գրագովը